Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 8-ն է 2026 թվական։ Թիվ 1 իրադարձությունը իհարկե երկու շաբաթով իրանական պատերազմի զինադադարն է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում, դա իհարկե շատ դրական է, ինչ առումով, որ մեր համար ցանկացած կոնֆլիկտի ցանկացած լուծումը կարող էր անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Ամեն օր սպասում էինք Աստված կանչելով, որ այդ անկանխատեսելիությունը չլինի, մեկը պրովոկացիա չանի, մանավանդ առջևում ընտրություններ են, կարող է ինչ-որ մեկը առիթն օգտագործել, ներպետական անկայունություն, մանավանդ մինչև այսօր չեն կարողանում պարզել Իրանի տարածքից Նախիջևանին հարվածած դրոնի կենսագրությունը, պատմությունը, ի վերջո Իրանն է խփել, Իրանի տարածքից ուրիշն է խփել, Ամերիկայի Միացյալ Նահանգները զինում էր ընդդիմությանը, նրանք են արել, Իսրայելն է պրովոկացիա, ոչ մի բանից մենք տեղյակ չենք, այսինքն նշանակում է կարող է նաև տենց բաներ լինի, չէ, որ հնարավոր չլինի պարզել։ Այսինքն բարեբախտաբար դրանից այս պահին խուսափեցինք, այնպես չի, որ ամեն ինչ ավարտվել է, կոնֆլիկտը լուծվել է, բայց գնահատենք, հասկանանք ինչ։ Ես իհարկե մանրամասը կներկայացնեմ ինչ փուլեր, որտեղ այս գիշեր այդ հարվածները սկսելու էր, ոնց որ խոստացել էր Դոնալդ Տրամպը, բայց գնացին զինադադարի, բայց նաև այսպիսի խնդիր, նախ որ պատերազմի դադարելը, այո, միանշանակ մեզ համար հսկայական վտանգից մենք ձերբազատվեցինք։ Երկրորդը, եթե համաձայնության կան, մեր վրա առանձնապես ճնշում չի լինելու, որ Ամերիկան ասում կողմից է, Իրանն ասում կողմից է։ Եթե իրանք իրար համաձայնության կան, այդ խնդիրը արանքից դուրս կգա։ Բայց երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների սպառնալիքից հետո այնուամենայնիվ գնաց զիջումների, իսկ դա ակնհայտ զիջումներ էր, որտեղ հասկացավ, որ կոնֆլիկտի շարունակել է իր ձեռնտու չի, վաղը մյուս օրը իհարկե դա կարող է առաջացնել նաև թրիփի հետ կապված վտանգներ, որ Իրանը ասի, ընդհանրապես չեմ ուզում իրանք այնուամենայնիվ այս կողմերը Երևան։ Բայց այդ հարցում էլ դրական սպասելիք կա, ասեմ ինչի, որովհետև միշտ էլ թերահավատություն ենք ունեցել թրիփի հետ կապված, որովհետև դա Ալիևի ծրագիրն էր, որ ամեն ինչ անել, Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից նախաձեռնությունը հանդես բերել, որպեսզի 74%-ը Միացյալ Նահանգների ձեռքում լինի այդ ընկերության, որպեսզի 99 տարով Միացյալ Նահանգների վերահսկողության տակ լինի։ Ի վերջո ամբողջ նպատակը Ադրբեջանի մայր տարածքը Նախիջևանի հետ կապելն էր Սյունիքով, իսկ անպայման Սյունիքով, իսկ իրանք հեռահար նպատակներ ունեին, որ այդ ընթացքում Հայաստանի որոշակի սահմանափակումները Հայաստանի իշխանության այդ կառույցի վրա կարող է հանգեցնել ուշ թե շուտ մտածեն նաև վերաբնակեցնեն, իսկ Մեղրիում ահագին ադրբեջանցիներ էին ապրում, այդ խնդիրը լուծեն այն ձևով, որ ի վերջո այդ տարածքը կարողանան իրանցով անել։ Այդ նպատակը իրանք իրանց մտքից չեն հանել։ Իսկ այդ պարագայում դուրս էր մնացել այս խաղից Եվրամիությունը, որովհետև ուղղակի մասնակից չէր, որ դա հեչ լավ չէր մեզ համար, որովհետև ինքը ավելի նորմալ գործընկեր կարող էր լինել, առանձնապես առճակատման խնդիր չուներ Իրանի հետ, նորմալ հարաբերություններ ուներ Թուրքիայի հետ, նորմալ հարաբերություն Ադրբեջանի եւ Հայաստանի։ Բայց երբ որ թրիփի հետ կապված խնդիր առաջանա, մի դրական բան կարող է այդտեղ լինի, որն է դա, որ Հայաստանի հյուսիսով անցնող, եթե երկաթգծային ճանապարհի հարց լուծվի Ադրբեջանից շարունակվող, հաստատ հյուսիսային հատվածով գնալու պարագայում Ադրբեջանը հավակնություններ չի ունենալու, որ այդ տարածքը կտրվի, որ ինքը գնա միանա։ Այդ դեպքում Եվրամիությունը նախաձեռնություն հանդես կբերի, իդեպ բերել է, այնպես չի, որ նոր պետք է բերի, որ ինքը կարող է այդ ճանապարհը ֆինանսավորի եւ կարող են այդ ճանապարհը կառուցել եւ այդ ճանապարհը օգտագործել, դա լինի Չինաստանից կգա, Կենտրոնական Ասիայի երկրներից կգա ու կշարունակի Եվրոպա կգնա։ Այդ դեպքում Եվրամիությունը այդ իմաստը կտեսնի, մանավանդ հիմա շատ դուրս տնտեսական հնարավորությունները ավելի ակտիվորեն բացվել, երբ որ Եվրոպան Ամերիկայի հետ մի քիչ լարվածություն կար, Չինաստանի հետ էլ, Հնդկաստանի հետ էլ, Կենտրոնական Ասիայի երկրների հետ, իսկ Եվրամիության շուկան ավելի մեծ է, քան Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Այդ պարագայում նա կարող է հետաքրքրություն հանդես բերել, որը իհարկե մեզ համար շատ դրական է, բայց եթե նույնիսկ այդ նախաձեռնությունը Եվրոպան ուներ, կարող է Նիկոլ Փաշինյանը դրան համաձայնվել, բացի քննարկումները համաձայն, իհարկե չէ, ռիսկ չէր անի Թրամփի հետ
ասի գիտեք ինչ այդ մեզ այդքան էլ հարմար չի, մանավանդ որ այդ ճանապարհի հարցը իհարկե կարող է Ադրբեջանին հետաքրքրել, որ մեկը այդ բեռներն իր մոտով է անցնում, բայց միևնույն է ինքը մտքից չի հանելու, որ Սյունիքով Նախիջևանի հետ ինքը պետք է միանա։ Այսինքն ինքը այսպես թե այնպես դա մտածել է, բայց Հայաստանի համար շատ ավելի արդյունավետ կլինի, եթե ներդրողը լինի Եվրոպան, որը այդպես խիստ սահմանափակումների խնդիր չի դնելու Հայաստանի լիազորությունների մասով, բացի այդ էլ որպես գործընկեր ավելի վստահ կլինենք, մանավանդ որ մենք պարբերաբար խոսում էինք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեզ անվտանգության երաշխիք չի տվի, իսկ մեր իշխանություններն ասում են թրիփով մենք 99 տարով Ամերիկայի հետ անվտանգության երաշխիք ենք ստացել, ասում ենք ոնց։ Նախ դա չի ստացել, եւ հետո Ամերիկայի երաշխիքը արաբական երկրների վիճակը չտեսակ, Ամերիկայի բազաներն էին այնտեղ չտեսակ, դրա պատճառով այդ երկրները ինչի մեջ հայտնվեցին։ Ամերիկայի որևէ խմբականակ զորքի լիներ թեկուզ թրիփի առիթով, դա դառնալու էր թիրախ Իրանի կողմից։ Այսինքն հիմա արդեն ինչ որ միտեղ, եթե Ամերիկայի համար երկրորդ պլան մղվի այդ ծրագիրը, շատ հանգիստ կարելի ասել դե լավ, եթե դուք չեք ուզում կամ ինչ որ պատճառներ կա, մենք Եվրոպայի հետ աշխատենք այդ մյուս ծրագրի ուղղությամբ։ Առավել ևս, որ թրիփով հաստատ ամերիկյան բեռներ չի անցնելու, բայց թրիփով կարող է եվրոպական բեռներ անցնի։ Այսինքն տեսնենք, եթե այնուամենայնիվ լինի այդպես, որ թրիփը, որ մեզ համար անվտանգության երաշխիք չէր, բայց դժվար էր Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին մերժել, եթե այդ ընթացքում ինքը ինչ որտեղ հետ քաշվի, մեզ համար խնդիր չի առաջանա, որ ասել դե լավ, դե եթե չեք ուզում կամ ուշացնում եք կամ ինչ որ բան, կամ դա էլ եթե վաղը մյուս օրը նպատակը մենակ նա պետք է լինի Նախիջևանը կապվի Ադրբեջանի հետ, թող իրանք որոշեն ինչ ներդրում են ուզում անեն, ինչ են ուզում անեն, առանձնապես դա այդքան չկարևորվի։ Մանավանդ որ ամեն ինչ արեցին, որ այդ ճանապարհը Հայաստանի հետ չկապի Նախիջևանով։ Այսինքն այդ հարցում մենք խնդիր ունենք։ Ամեն դեպքում դրան ուշադրությամբ կհետևենք, բայց դա ինչ որտեղ նաև մեզ համար հնարավորություն է բացում եւ այն ճոռոմ խոսակցությունը, որ Ամերիկան մեզ անվտանգության երաշխիք է տվել, լավ է, ուրիշ օրինակով հասկացակ, որ դա այդքան էլ այդպես չի եւ ընդհակառակը պետություններ կային, որոնք շատ վստահ էին այդ երաշխիքի վրա, իրանք հայտնվեցին թիրախում։ Իսկ հիմա նայենք, ինչ է անցել, ուր ենք գնում, ինչից սկսվեց եւ ինչով է շարունակվում այս ամեն ինչ։ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը հայտարարել է. Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ հետագա բախման ցանկացած սցենարի։ Սա եղել է մինչեւ պայմանավորվածության գալ, այսինքն որ դուք պատկերացնեք, որ չվախեցան Տրամպի սպառնալիքներից, իրանք կոնտր սպառնալիքներ էին հնչեցնում, որի պատճառով այնուամենայնիվ լուծումը գտնվեց զինադադարի։ Կառավարությունը ուշադիր մշակել է բոլոր հնարավոր իրավիճակների համար անհրաժեշտ միջոցառումները, մենք պատրաստ ենք բոլոր տեսակի սպառնալիքներին։ ԱՄՆ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է. Իրանը կտրականապես մերժում է ժամանակավոր հրադադարի գաղափարը։ Հրադադարն ԱՄՆ-ին պետք է վերախմբավորելու եւ Իրանի դեմ հանցագործությունների շարունակմանը նախապատրաստվելու համար։ Այս դաժան պատերազմի վերջին 39 օրի ընթացքում ԱՄՆ-ն եւ Իսրայելը հատել են իրավական, բարոյական եւ հումանիտար բոլոր սահմանները։ Հռետորաբանությունը, ինչպիսին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն է օգտագործել իրանական քաղաքակրթության ոչնչացման մասին խոսելիս, անթույլատրելի է ցանկացած առաջնորդի համար մենք համաչափ միջոցներ կձեռնարկենք։ Այսինքն սա կոնկրետ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին անմիջապես հաջորդել է այս պատասխանները։ Իրանը խզել է ԱՄՆ-ի հետ ուղիղ կապերը այն բանից հետո, երբ Թրամփը սպառնացել է ոչնչացնել երկիրը, չնայած միջնորդների միջոցով բանակցությունները շարունակվում են։ Թեհրանը միտումնավոր է այս քայլը կատարել, ցույց տալու համար իր դժգոհությունն ու անհամաձայնությունը Վաշինգտոնի դիրքորոշման հետ։ Հիմա տեսակ այդ մթնոլորտը ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է.
Ռազմական առումով Իրանը պարտվել է եւ այժմ փորձում է աշխարհին տնտեսական վնաս հասցնել։ ԱՄՆ նախագահը կարող է շատ ավելի մեծ վնաս հասցնել, սակայն չի ցանկանում դա անել, հետեւաբար ակտիվորեն բանակցում է։ Գնդակն Իրանի դաշտում է։ Ակնհայտ երևում է, որ ինքը չէր տիրապետում վերջի բանակցություններին ու բանին, որովհետև եթե ինքը պատկերացներ, սա չէր ասի, որովհետև այս ինչ որ ասել է, դա այն շատ կարճ ժամանակ հետո լրիվ ուրիշ հայտարարություն արել։ Հիմա դուք տեսնում եք, Իրանի Ահվազ քաղաքում մարդիկ կենդանի շղթա են կազմել քաղաքի գլխավոր կամուրջներից մեկի վրա։ Իրանի քաղաքացիները կենդանի պատ են կազմել նաև էլեկտրակայանների մոտ դրանց հարվածելու Թրամփի սպառնալիքներից հետո։ Նմանատիպ բողոքի ակցիաների տեսանյութեր են հայտնվել Իրանի Կազերուն, Նեքա, Բուշեհր եւ Թավրիզ քաղաքներում, որտեղ գտնվում են խոշոր էլեկտրակայաններ։ Պարզա չէ, որ ժողովուրդը դուրս չէին եկել, որ իրանց մարմնով պաշտպանեն էլեկտրակայանը։ Նրանք դուրս էին եկել բողոքի ցույցի, լավ հասկանում էին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հրթիռով դրոնով ախփելու կամ էլ ինքնաթիռները ռմբակոծելու են, որի պարագայում 100%-անոց մահ էր։ Բայց իրանք դուրս են եկել փողոց ու ասում են մենք չենք վախենում քու սպառնալիքից, մենք գալի կանգնում ենք, զոռով ոչ մի իշխանություն մարդուն չի կարող զոռով հանել, ասի գնա 100%-անոց մահվան։ Այսինքն հարվածելուց մի քանի ժամ առաջ գնացել են այսպես կենդանի պատ են կազմել։ Սա նրա համար, որ շատ-շատերը մտածում են դա ինչ անիմաստ անօգուտ բան է, չգիտեք որ հրթիռով են խփելու, ու ինչն եք պաշտպանում, ոնց եք պաշտպանում, ձեր արածն ինչի է նման։ Արածը նման էր դրան, որ մի քանի ժամ հետո Դոնալդ Թրամփը փոշմանեց իր սպառնալիքի կատարածելու։ Սա խոսում է այն մասին, որ պետությունը եթե ցանկանում է իր հայրենիքը պաշտպանել, կապ չունի մենք ինչ կարծիքի ենք կրոնապետության նկատմամբ Իրանի, բայց եթե նրանք ցանկանում են պաշտպանել, նրանք դուրս են գալիս իրենց կյանքի գնով պաշտպանում են։ Ոչ թե ասում են մենք խաղաղություն ենք ուզում, խաղաղությունն էլ մեզ Տրամփը խոստացել է եւ այսպես այնպես ու ինչի համար ենք մենք մեր կյանքը զոհում, մյուսին ասեն բա դու ինչի չես գնում կանգնում, բա ես ինչի պետք է գնամ եւ այլ եւ այլ։ Դուք տեսաք, որ այս վճռականությունը նաեւ կոտրեց Ամերիկայի Միացյալ Նահանգների համառությունը, որտեղ հասկանում եք հարվածի դեպքում այս մարդիկ 100%-անոց զոհ էին։ ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է. ԱՄՆ-ն դավաճանել է արաբական երկրներին եւ այդ երկրները դարձել են տարածաշրջանում տեղի ունեցած ողբերգության զոհեր։ Շատ ցավում եմ այս գնահատականի համար, որովհետեւ այս գնահատականը ճիշտ է ասում։ Բայց սրա մեղքը նայից է գալիս, որ Դոնալդ Թրամփը եթե Ռուսաստանին իր տեղը ժամանակին ցույց տար, նրան համարեր ագրեսոր օկուպանտ, ոչ թե մտածեր ինչ լավ է, թող ինքը ագրեսոր է, մի ագրեսորը ես եմ, էլ ինչի համար նրան քննադատեմ, եթե ես եմ, ինքս ուզում եմ անեմ այն ինչ որ ինքը անում է, եւ այս պարագայում այսպիսի գնահատականի է արժանանում։ Իհարկե արաբական երկրները պետք է մտածեն, իսկ ինչից էր փրկում իրանց Միացյալ Նահանգները եւ ինչի տակ կողեց Միացյալ Նահանգները իրանց։ Վաղը մյուս օրը արդյոք ավելի հեշտ չէր միակ վտանգը իրանք որ ունենային ումից պետք է ունենային Իրանին, Իրանի հետ հանգիստ պայմանով են ինչ մի խնդիր է որ հանգիստ իրանց համար պայմանով են ու ապրեն։ Ու իսկ այդ պարագայում արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգները թե կկորցնի վերահսկողությունը արաբական երկրների նավթի վրա, թե կկորցնի վերահսկողությունը իրանական նավթի վրա։ Այսինքն սա շատ ծանր վարկանիշային հարված էր Միացյալ Նահանգներին։ Հուսանք, որ Միացյալ Նահանգները իր եզրակացությունը կանի եւ դա կհամարենք վարկանիշային հարված էր Դոնալդ Թրամփին։ Առաջին Դոնալդ Թրամփն այդ երկրի ղեկավար եւ ընտրվել է ընտրությունների ժողովրդի վստահության քվեով, այնպես որ մենք չենք կարող տարանջատել ամերիկան Թրամփից, բայց այնուամենայնիվ ես թաքուն հույս եմ փայփայում, որ դա Դոնալդ Թրամփի վարքագիծն է, որ այդքան էլ մարդկանց սրտով չի եւ նրանք դրա դեմ իրենց վերաբերմունքը կարտահայտեն։ Իրանը համաձայնվել է ԱՄՆ-ի հետ երկշաբաթյա զինադադարի, երկրի ազգային անվտանգության խորհուրդը հայտնել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները կսկսվեն ուրբաթ օրը Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է. բոլոր այն հայտարարությունները, որոնք արվել էին այն մասին, թե կարևորն ավելի ագրեսիվ լինելն է, կարևորն ավելի հարձակողական լինելն է, կարևորը սոցիալական ցանցերում ամեն ինչից շատ գրելն է եւ հաղթանակն արդեն սարերի հետևում չէ, ահա այդ դիրքորոշումը կրկին ջախջախիչ պարտություն կրեց, ինչպես եւ ըստ էության այդպիսի միագիծ ագրեսիվ չհրահարված հարձակման մոտեցումը։ Իհարկե սա ասում է մի երկիր, որը ինքը
3 օրում Ուկրաինան գրավում էր, սա ասում է մի երկիր, որը արդեն շքերթի համար համազգեստներ պատրաստ է Ուկրաինա տեղափոխել, մի երկիր, որը 5-րդ տարին է կռվում է եւ այն ինչ որ ասում է, երևի գուցե ինքը լա մտածեր, թե իրանք ինչ հայտարարություններ էին անում, իրանց համապետական ալիքներով ինչեր էին խոսում, ինչ հեգնական արտահայտություններ Ուկրաինայի հասցեին, թե ոնց են իրան կարակ վերջացնելու, հետո պետք է մի հատ էլ Բերլինը հարվածեն, մի հատ է Փարիզին պետք է հարվածեն, Լոնդոնին անպայման եւ մնացած երկրները նույնպես պետք է գրավեն, սկսած Ղազախստանով, Հայաստանով, մերձբալթյան երկրներով։ Դուք եք մեծ խոսալուց խոսում։ Շատ ցավալի է, որ Դոնալդ Թրամփը սենց հարված հասցրեց Ամերիկայի վարկանիշին, բայց հաստատ դուք չեք էլի այն երկիրը, որ պետք է այդ գնահատականը տա։ Իրանք ուղղակի ավելի շատ երջանկացել են, որ տեսեք մյուսների հետ էլ այս նույն բանը կատարվեց։ Իրանց խայտառակությունը ինչ որ պահ կմոռանան։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը ապրիլի 8-ին հայտարարել է. թշնամին կրել է անվիճելի պատմական եւ ջախջախիչ պարտություն իր վախկոտ, անօրինական եւ հանցավոր պատերազմում իրանական ժողովրդի դեմ։ Իրանը տարել է մեծ հաղթանակ եւ ստիպել է հանցավոր Ամերիկային ընդունել իր 10 կետից բաղկացած ծրագիր։ Հիմա տեսեք։ Գիշերը պետք է Ամերիկան հարվածեր, Ամերիկան հարվածեց 2 ժամ առաջ, պայմանավորվեց, որ չի հարվածում Պակիստանի վարչապետի միջոցով, բայց դրանից հետո դեռ բանակցությունները չի սկսել։ Այս ընթացքում Իրանը արդեն իր հաղթանակն է տոնում եւ շատ կոպիտ ու վիրավորական արտահայտություններ անում Ամերիկայի հասցեին։ Այսինքն սա ցույց է տալիս, որ ինքը վախվորած չի սպասում այդ խաղաղությանը։ Ինքը այսինքն ինքն է թելադրում որ եթե Ամերիկա նեղանասիչ պետք է անես, պետք է հարվածես, դե հարվածեիր, բայց ինչ է ուզում պայմանավորվես։ Այսինքն սա խոսում է այն մասին, որ Իրանը իրան շատ վստահ է հասկանում։ Իհարկե շատ ցավալի է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այս քայլը կատարեց այս ձևով։ Այսպես նայեք, տասնամյակների պատմությունն է, որ Ամերիկան ցանկացել է Իրանին հարվածի։ Եթե որևէ մեկը կմտածի, որ դա Թրամփի մտքի ֆանտազիան էր, ուրեմն Ամերիկայի արտաքին քաղաքականությունից ոչինչ չի հասկանում։ Տասնամյակներով մտածել են հանրապետականներն էլ, դեմոկրատներն էլ, միշտ մտածել են, որ այդ առիթը գալու է, այդ պահը գալու է, որ Իրանին հարվածեն։ Բայց միշտ մտածել են, որ այնուամենայնիվ դա այդքան հեշտ չի լինելու եւ դա անընդհատ ցկցկվել է։ Եվ այնպես ստացվեց, որ այդ տասնամյակների փորձը վերլուծությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ քայլը կատարեց համապատրաստից։ Շատ ցավալի է, որովհետեւ այսինքն Իսրայելը համարել մեր որ ժամանակը ի վնասիրեն է, վաղը մյուս օրը Իրանը արդեն զենքերը կունենա եւ ինքը առաջի թիրախն է ալնելու, վաղը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չլինի, ցանկացած մեկ ուրիշը Իսրայելին չի տվել այդ հնարավորությունը, որ հարվածեն։ Հիշում եք Բենյամին Նեթանյահուն ասում էր 40 տարի երազում էինք, մտածում էինք, որ Իրանին հարվածենք։ Այսինքն 40 տարվա մեջ այնուամենայնիվ չի գտնվել մի նախագահ Ամերիկայի Միացյալ Նահանգների, որ պատրաստ փաթեթը կյանքի կոչի։ Այնպես չի որ դա նոր պետք է մշակվածել էր, տարին տարի վրա կարան մի փոփոխություններ անեն ըստ նոր իրավիճակի։ Այսինքն այս պահը հենց ընտրվեց, դրա համար դրա մեջ կար պարտադրանք Իսրայելի կողմից, դրա մեջ կար այդ շտապողականությունը, որի պատճառով խորությամբ ուսումնասիրված չէր այն ինչ որ տեղի ունեցավ։ Եվ հիմա Իրանը տոնում է իր հաղթանակը, իսկ դեռ մենք վտանգ ունենք, որովհետև վաղը մյուս օրը Իրանը կարող է հանգիստ ասի, ես դժգոհ եմ, որ ստեղ էլ արևմուտքը ներկայացված է, եթե տես պետք է լինի, ես իմ շահերը ուրիշ տևի կպաշտպանեմ։ Բարեբախտաբար այդ փուլին չենք հասել, բայց դա պետք է միշտ մեր աչքի առաջ ունենանք։ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն ամերիկյան կողմը պարտավորվել է երաշխավորել Իրանի դեմ չհարձակվելը, պահպանել Թեհրանի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, այդ 10 կետերը որ կա, կարևորները ուղղակի նայենք, պահպանել Թեհրանի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, չխոչընդոտել ուրանի հարստացման գործընթացին եւ չեղարկել բոլոր առաջնային եւ երկրորդային պատժամիջոցները։ Իրանի անվտանգության խորհրդում ընդգծել են, որ հանրապետության զինված ուժերը հարվածներ են հասցրել ԱՄՆ-ի օբյեկտներին, որոնք մշտապես կմնան ամբողջ աշխարհի հիշողության մեջ։ Հայտարարում է, որ Թեհրանը ջախջախել է տարածաշրջանում ամերիկյան ուժերը, Վաշինգտոնի ենթակառուցվածքները եւ նրա ռազմական ներուժը։ Այսինքն այս կարգի հայտարարությամբ հանդես գալիս իրանց ազգային անվտանգության խորհուրդը, որ մենք հաղթեցինք, այս եղավ, եւ մեր 10 կետանոց պահանջը Ամերիկայի Միացյալ Նահանգները ընդունել է որպես բանակցային հիմք։ Դուք պատկերացրեք, ոնց կարելի է համարել, որ սա Միացյալ Նահանգները իր ուզած նպատակներին հասավ։
The Washington Post-ը հայտնում է. Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կեղծ տեղեկություններ է փոխանցել Իրանի դեմ գործողության ընթացքի վերաբերյալ։ Ամերիկյան վարչակազմը վտավախություն ունեն, որ նախարարի զեկույցները չափազանց լավատեսական են եւ կարող են մոլորության մեջ գցել պետության ղեկավարին ու բնակչությանը։ Հեքսեթը պնդում էր, թե ԱՄՆ լիակատար վերահսկողություն է հաստատել իրանական երկնքի նկատմամբ։ Փիթ Հեքսեթը ճշմարտությունը չի ասում նախագահին։ Արդյունքում նախագահը տարածում է ապակողմնորոշիչ տեղեկատվություն, հայտնել է ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներից մեկը։ Այս մասին էլի ենք խոսել, որ Դոնալդ Թրամփն ասեց, որ Հեքսեթի առաջարկությամբ այս պատերազմը սկսվեց, դա նշանակում է, որ ցախողումները ինքը գիտի ու վրա պետք է գցի, բայց նաև պետք է հիշի, որ թիվ 1 ցախողումը այդ հարցում հենց Հեքսեթի նշանակելն էր, ինքը անկեղծորեն այնտեղ պատահական մարդ էր, իսկ Դոնալդ Թրամփը պրոֆեսիոնալ որակներ է չի հաշվի առնում, այլով է իրան հավատարմության երթում տալիս, իսկ դրանից իսկապես պրոֆեսիոնալիզմը շատ տուժում է։ Եվ այո, վաղը մյուս օրը կարող է նաև տեսնի, որ եթե հաջողության չհասավ, չկարողացավ մարդկանց ներկայացնել որպես հաղթանակ, զոհաբերի Հեքսեթին, որով որ կարողանա այդ իրավիճակից դուրս գալու մեղավորն ինքն էր, ինքը առաջարկեց մենք արեցինք։ Ու այնպես չի, որ թերթը ուղղակի է դա ասել է, մենակ դա ենք հիմք ընդունում։ Փիթ Հեքսեթն ինչ է ասել։ Իրան նաղաչում էր այս զինադատարի համար եւ մենք բոլորս գիտենք դա, բոլորս ով գիտենք։ Իրանն ասել է այս բանակցելու բան չունեմ քո հետ։ Ում եք խափում։ Լավ էս ամեն ինչ արդեն ամբողջ աշխարհը տեսավ, Թրամփի սպառնալիքները եւ հետ քաշվելը։ Այսինքն սա այն ցույց է տալիս, որ այդ մարդը ոչ միայն իրավիճակին չի տիրապետում, այլ տիրապետելու դեպքում էլ փորձում է խափի։ Մյուս ինչ էր ասել։ Իրանն այլևս չի կարող հրթիռների արձակման կայաններ կամ ԱԹՍ-ներ ստեղծել։ Սա ինչ է նշանակում։ Եթե չի կարող, բան չեք խառնված իրար։ Բաց մեկ այդ երկիրը ոչնչացրել ենք։ Բա Հորմուզի նեղուցը ինչի չէի կարող բացեք։ Բա ընդհանրապես ինչի եք վախենում նա այս։ Բան չէր պատասխան հարվածներ հասցնում արաբական երկրներին։ Բա այս սա պաշտպանության նախարար կամ պատերազմի նախարարի հայտարարություններ չեն էլի ժողովուրդ ջան։ Եվ բացի դրանից էլ, այդ որ Իրանը ասում եք խնդրում էր, մենք պարբերաբար խոսել ենք, որ Իրանը ընդհակառակը շատ կոշտ ձևով հակադարձում էր, որ մեզ այս խաղաղությունը պետք չի, որտեղ չենք էլ հավատում Ամերիկային։ Եվ հիշեցնենք, որ հենց Ամերիկան էր նախաձեռնություն հանդես բերել բանակցությունների, բա դրանով էլ գանք միաթասնենք։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հակամարտության կարգավորման առաջարկ է ներկայացրել Իրանին, որը ենթադրում է բանակցային գործընթացում առանցքային փոփոխություններ։ Վաշինգտոնը պատրաստակամություն է հայտնել բանակցություններում ներգրավել փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, փոխարինելով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին։ Այս քայլը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ուիթքոֆը Թեհրանում ընկալվում է որպես Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի շրջապատին չափազանց մոտ կանգնած գործիչ։ Իհարկե Ուիթքոֆը այնուամենայնիվ բանակցություններում ներգրավված կլինի, բայց պատվիրակության ղեկավարը կլինի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Այսինքն անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգները բանակցողին փոխելով է փորձել ավելի բարեհաճ մթնոլորտ ստեղծի, որ Իրանը համաձայնվի բանակցությունների։ Այդ ինչ է ասում պատերազմի նախարարը։ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտում է կազմակերպել անմիջական հանդիպում եւ կնքել նոր համաձայնագիր, բանակցողի փոփոխությունը դիտարկվում է որպես լուրջ երկխոսություն սկսելու եւ Իրանի պահանջներին արձագանքելու փորձ։ Այսպիսով ամերիկյան կողմը ցանկանում է ստեղծել ավելի վստահելի հարթակ հետագա քննարկումների համար։ Այսինքն սա իդեպ Փիթ Հեքսեթի համար այդքան առաջարկել են, որ բաժանորդագրվեն Էդվարդ Անտոնիան յութուբյան ալիքին Ամերիկայի Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայի ներկայացուցիչները շատ բաներից իրանք նույնիսկ տեղյակ չեն, թե Թրամփն ինչ է ասել կամ իրանք ինչ են ասել, հետո դրանք իր հետ բռնում են թե չէ, համ էլ պարզապես կիմանային էլի ինչ պետք է անեն եւ մարդկանց ինչ պետք է ասեն։ Այսքան թյուրիմացությունների մեջ չէին հայտնվի։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է Իսրայելը սատարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Իրանին հասցվող հարվածները 2 շաբաթով կասեցնելու որոշմանը, սակայն հրադադարը չի ներառում Լիբանանը։ Ինքը այնուամենայնիվ փորձում է Լիբանանը հանի արանքից, բայց շատերն էլ պահանջում են, որ Լիբանանը պարտադիր պետք է մտնի այդ բանակցային փաթեթի մեջ։ Իսրայելը ամեն դեպքում կարող է համարի, որ տեսեք ինչ հաջողություններ ունեցանք, բայց դա խորը թյուրիմացություն է, իրանք շատ վտանգավոր բան արեցին եւ այսպիսի զինադադարը եթե դառնա վերջնական պայմանավորվածություն, Իսրայելի համար դա լինելը շատ վտանգավոր, որովհետեւ այլևս Իրանը չի հավատալու իրանց, Իրանը լավ էլ զինվելու է եւ հարմար առիթով պատասխան կործանարար հարվածներ հասցնելու Իսրայելի։ Մանավանդ Իսրայելը տեսավ, որ իր
անվտանգային համակարգը, պաշտպանական համակարգը այդքան էլ անխոցելի չէ, ինչպես իրանք էին կարծում, կամ ուղղակի իրանք չէին տիրապետում, թե Իրանը ի վերջո ինչին է տիրապետում։ Այնպես որ շատերը, որ շատ ոգևորված էին Դոնալդ Թրամփի եւ Բենյամին Նեթանյահուի այսենց շատ փայլուն գործողություններով, երբ որ մարդկանց ասում ես, որ ախր լավ, ինչի վրա եք հիացած, ինչ են արել, որ տենց հիացած եք, կամ այդ ինչ ռազմական հաջողություն ունեցա։ Շատ դեպքերում ուզում են էլի դե տենց բանա, չէ, ասեն, բա ինչա դեմ եք Ամերիկային բան, ինչա այդ բանի չալմավորների կողմից եք կամ այն մոլլաների կողմից եք, ժողովուրդ ջան, եթե մենք իրավիճակ ենք գնահատում, դա չի նշանակում այս կողմից ենք, թե այն կողմից ենք։ Հաստատ իմ վերաբերմունքը ակնհայտ է, որ արևմտյան ուղղությանը, բայց այն բան սխալ են անում։ Մենք պետք է կանգնենք սխալը ճշտի տեղ ներկայացնենք։ Բայց այդ թանկագին ժամանակը ափսոս չի, որ դուք ինձ լսեք։ Բա դուք լսել եք այդ մարդկանց էլ, լսել եք ինձ էլ, որ ասել եմ այդքան մի ոգևորվեք, որ Իրանի հետ կապված հաջողություն եք ունենալու, բա դրանից հետո այդ մարդիկ, եթե իրանց ասածը դա էր, արդյունքում սա է ցույց տալի, բայց ձեր ասածի իմաստը ո՞րն էր։ Վարչապետի գրասենյակը Իսրայելը նշել է, որ Իսրայելը թիկունք է կանգնում ԱՄՆ-ի քայլին պայմանով, որ Թեհրանն անհապաղ բացի նեղուցը եւ դադարեցնի հարձակումները Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ տարածաշրջանի երկրների դեմ։ Այս իհարկե այս մտամ թե պայման են դնում։ Պայմանավորն է, այդ պայմանավորվածության մեջ այդ բոլոր կետերը կար։ Մտամ թե դու պայման դրեցիր, հա։ Ի սկզբանե դա արդեն պայմանավորվել է։ Իսրայելը նաև հայտարարել է, որ սատարում է ԱՄՆ ջանքերին, ուղղված նաև, որ Իրանն այլևս միջուկային հրթիռային կամ ահաբեկչական սպառնալիք չներկայացնի ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Իրանի արաբական հարևանների համար, հավելելով, որ Վաշինգտոնը հայտնել է Իսրայելին, որ հավատարիմ է առաջիկա բանակցությունում իրենց ընդհանուր նպատակների հասնելու։ Նման պարտավորություն Իրանը իր վրա չի վերցրել, դուք չհասաք դրան, որ միջուկային զենքի հետ կապված այդ պարտավորությունը այնուամենայնիվ ստանձներ Իրանը։ Իդեպ Իրանը, որ ասում էր մենք հաղթեցինք, այնպես է, որ սպիտակ տնից էլ են ասում իրանք հաղթեցին, այնպիսի տպավորություն է, ինձ թվում է, այս պատերազմ չէ, նարդի են խաղում, երկու կողմն է գլուխները գովում են։ Ժողովուրդ ջան, բայց իրականություն կա, չէ՞, մենք այդ ամեն ինչը նայում ենք։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը գրել է. «Սա Միացյալ Նահանգների հաղթանակն է, որը իրականացրին նախագահ Թրամփը եւ մեր անհավանական զինվորականները։ Էպիկական կատաղություն գործողության հենց սկզբից նախագահ Թրամփը գնահատել էր, որ սա 4-6 շաբաթ տևողությամբ գործողություն կլինի մեր զինվորների անհավանական կարողությունների շնորհիվ։ Մենք 38 օրում հասել ենք, գերազանցել ենք մեր հիմնական ռազմական նպատակները»։ Ժողովուրդ, այս ինչ են մեկնաբանում։ Գիտեիք, որ 2 ամիս լեռնակ կոնգրեսին թույլ չի տալու, որ պատերազմը շարունակեք։ Էսես թենես դե ավարտեիք, բայց չհասցրեցիք ավարտեք ձեր ուզածով, ձեր նպատակներին հասնելով, ինչ հաղթանակ եք տոնում։ Եթե հաղթանակը նա է, որ պատերազմը դադարեցնեք, որ չհարձակվեք, դադարացել էլի։ Մեր զինվորականների հաջողությունը ստեղծեց առավելագույն լծակներ, թույլ տալով նախագահ Թրամփին եւ թիմին մասնակցել դժվար բանակցությունների, որոնք այժմ ստեղծել են դիվանագիտական լուծման եւ երկարատև խաղաղության հնարավորություն։ Բացի այդ, նախագահ Թրամփը վերաբացեց Հորմուզի նեղուցը։ Հա, ինչով բացեց, այն ասում էր բացեք, չէին բացում, ասում է կխփեմ, ասում են չէինք բացելու։ Պայմանավորվեցին զինադադար, նրանք էսենց տենեց, մինչև այդ բաց էր էլի։ Երբեք մի թերագնահատեք նախագահ Թրամփի կարողությունը հաջողությամբ առաջ տանելու Ամերիկայի շահերը եւ նպաստելու խաղաղության հաստատմանը։ Այս Ամերիկայի Միացյալ Նահանգների սպիտակ տան գնահատականն է, որը հասկանում է, որ իրականությունից բավական հեռու է։ Բայց հիմա նաև տեսնենք, թե ինչպես առաջացավ այդ բանակցության խնդիրը, որ ուղղակի Դոնալդ Թրամփին օգնության եկավ Շեհբազ Շարիֆը, Պակիստանի վարչապետը, որը որ բանակցեց, որպեսի այսինքն մոտարապես որ Պուտինը տեղը նեղվում է Լուկաշենկոին էր դիմում, հիմա Շարիֆն էլ Դոնալդ Թրամփի հետ կապված փորձեց նրան այդ վիճակից հանի, որովհետև այդ ուլտիմատումը, եթե Թրամփը Իրանը չզիջեց, ինքը հարվածեց, հասկանում եք հետևանքներն ինչեր լինելու։ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է. «Մեծագույն խոնարհությամբ ուրախ եմ հայտարարել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները իրենց դաշնակիցների հետ միասին համաձայնության են եկել անհապաղ հրադադարի շուրջ ամենուր, ներառյալ Լիբանանում եւ այլ երկրներում, որն ուժի մեջ կմտնի անմիջապես։ Ինչպես տեսնում եք, Լիբանանի մասը առանձնահատուկ նշում է Շարիֆը։
Ես ջերմորեն ողջունում եմ այդ իմաստուն ժեստը եւ խորին երախտագիտություն եմ հայտնում երկու երկրների ղեկավարությանը։ Ես նրանց պատվիրակություններին հրավիրում եմ Իսլամաբադ ուրբաթ 2026 թվականի ապրիլի 10-ին շարունակելու բանակցությունները բոլոր վիճելի խնդիրները կարգավորելու համար վերջնական համաձայնագրի կնքման նպատակով։ Իսկ ահա արդեն Դոնալդ Թրամփն է ներկայացնում, թե ոնց հասունացավ այդ խաղաղությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է. հիմնվելով Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի եւ ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ զրույցների վրա, որոնք ընթացքում նրանք խնդրել են ինձ ձեռնպահ մնալ այսօր երեկոյան Իրան կործանիչ ուժեր ուղարկելուց եւ Իրանի Իսլամական Հանրապետության համաձայնության դեպքում Հորմուզի նեղուցի լիարժեք անհապաղ եւ անվտանգ բացմանը, ես Թեհրանին տված վերջնաժամկետից 2 ժամ առաջ համաձայնվել եմ 2 շաբաթով դադարեցնել Իրանի վրա ռմբակոծություններն ու հարձակումները։ Պատճառն այն է, որ մենք արդեն հասել ենք եւ գերազանցել ենք բոլոր ռազմական նպատակները եւ շատ առաջ ենք գնացել Իրանի հետ երկարաժամկետ խաղաղության եւ Մերձավոր Արևելքում խաղաղության վերաբերյալ վերջնական համաձայնագրի հասնելու հարցում։ Իր առաջ դրած բոլոր նպատակները կարող է պատահաբար հիշենք, որ որոշել էին ամբողջ իշխանության վերնախավին վերացնել, որ որոշել էին զինել ընդդիմությանը, որոնք որ իշխանությունը վերցնեն, որոշել էին նավթի վրա վերահսկողություն սահմանել, որոշել էր Հորմուզի նեղուցը որպես հաղթող վերցնել Ամերիկան իր վրա եւ ինքը մաքսատուրք էր սահմանել, տարիֆներ սահմանել, որը տեղից մաքսատուրք չէ, փոխադրավարձ վերցներ ոչ թե Իրանը վերցներ, այ Ամերիկան, բացմա ես չեմ հաղթել, ես եմ այսինքն միտեղ որտեղ մաքս չէին վերցնում, գնացել ես ուզում ես վերցնես, ասում են ինչի է Իրանը վերցնում, ես չվերցնեմ, Իրանը վերցնում էր, որպեսզի վերահսկողություն սահմանի եւ սահմանափակի Ամերիկայի հնարավորությունը, դու ինչի համար ես турքեր սահմանում։ Մենք ստացել ենք Իրանից 10 կետից բաղկացած առաջարկ եւ կարծում ենք, որ դա ընդունելի հիմք է բանակցությունների համար։ Այսինքն այդ 10 կետը, որը առաջարկ չէր, ուղղակի պահանջներ էր Իրանի կողմից, որ շատ ցավալի է, այս նորից եմ ասում։ Եթե Իրանը հաջողություն գրանցի, դուք պատկերացրեք, որ աշխարհի հետ կապված ինչ վերաբերմունք կարող է լինել։ Մենք ստացել ենք Իրանից 10 կետից բաղկացած, կարծում եմ, որ դա բանակցությունը Իրանի հետ նախկին վեճերի գրեթե բոլոր կետերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, սակայն երկշաբաթյա ժամկետը թույլ կտա, որ համաձայնագիրը վերջնականացվի եւ կնքվի, հավելել է ԱՄՆ նախագահը։ Իդեպ չմոռանանք, ԱՄՆ նախագահը ցանկանում է շատ արագ հարցելուցի, որ մայիսին կարողանար Սի Ցզինպինի հետ հանդիպել, իսկ Սի Ցզինպինը հստակ կանգնած էր Իրանի կողքին։ Սի Ցզինպինը նաև Իրանին էր ասել ամեն դեպքում գնա համաձայնության մի համառություն հանդես մի բերի, այսինքն ինքը նաև միջնորդական առաքելությամբ էր հանդես եկել Չինաստանը, եթե ինչքան է կարևոր Միացյալ Նահանգների համար Չինաստանի հետ այդ հարաբերությունը չվտանգելը, որը որ դեռ չի ստեղծվել անկեղծ ասած, ուղղակի Դոնալդ Թրամփն ասում իմ լավ բարեկամն է եւ այլ, բա դա ընդհանրապես խոսքեր են գործնական, մինչեւ նրա հետ հանդիպելը, սա վարկանիշային հարված էր Դոնալդ Թրամփին այդ բանակցությունից առաջ։ Իսկ հիմա այս ամեն ինչի հետ կապված Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին երկրի ազգային անվտանգության գերագույն խորհրդի անունից հայտարարություն է տարածել, շնորհակալություն հայտնելով Պակիստանին միջնորդական ջանքերի համար եւ նշելով, որ եթե Իրանի դեմ հարձակումները կասեցվեն, ապա Իրանի հզոր զինված ուժերը կդադարեցնեն իրենց պաշտպանական գործողությունները։ Երկու շաբաթով Հորմուզի նեղուցով հնարավոր կլինի անվտանգ անցումը Իրանի զինված ուժերի համակարգմամբ եւ տեխնիկական սահմանափակումները պատշաճ կերպով հաշվի առնելով։ Բանակցությունները կընթանան հիմք ընդունելով Իրանի ներկայացրած 10 կետանոց առաջարկը։ Այս այլ Իրանից պատասխանը այս իրավիճակի, որ մարդիկ հանկարծ չկարծեն, որ այս ամեն ինչը Ամերիկայի Միացյալ Նահանգների ճնշման տակ էր եւ Իրանը գնաց զիջումների։ Իրանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Ալի Նիքզադը հայտարարել է. Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամեյնին ստորագրման թույլտվություն չի տա Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրմանը, եթե Վաշինգտոնը չընդունի Թեհրանի 10 պայմանները։ Այսինքն Մոջթաբա Խամեյնին
Այդ որ ասում են առողջական վիճակը շատ վատ է, չի կարող պետությունը ղեկավարի, այնուամենայնիվ նրա անունից ասում է, որ եթե այս կետերը ԱՄՆ չընդունի, բանակցությունը ինքը կպահանջի, որ դադարեցնի, փաստաթուղթ չի ստորագրվի։ Սա այն է, որ խոսում է նրա մասին, որ այդպես էլ Դոնալդ Տրամպը եւ մեկ էլ Բենյամին Նեթանյահուն չտիրապետեցին, թե ի վերջո Իրանում ոնց որ թե իշխանությունը գլխատել էին, պետք է որ իրավիճակը այլ լինի, բայց հիմա ով է ղեկավարում, եթե Մոջթաբա Խամեյնին էլ չի ղեկավարում, բայց հիմա հատուկ ընդգծում են, որ առանց իր համաձայնության ոչ մեկ այդ թուղթը չի ստորագրի։ Դրանից առաջ արդեն մինչև այս հայտարարությունը եւ պատահական չի, սա ասել են, որ դա ասել են, էլի, այս որ կարդացի։ Ինչ էին տարածել։ Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամեյնին գտնվում է անգիտակից վիճակում եւ Ղոմ քաղաքում բուժում է ստանում առողջական ծանր խնդիրների պատճառով։ Ըստ ամերիկա-իսրայելական հետախուզական տվյալների վրա հիմնված դիվանագիտական հուշագրի, նա ներկայումս ի վիճակի չէ կառավարել երկիրը կամ մասնակցել վարչակազմի որոշումների կայացմանը։ Այսպիսի բան տարածել էին, հիմա տարածեցին, որ ասին ոչ, առանց իր համաձայնության չի լինելու։ Այսինքն Իրանը գնում է բանակցության, տանում է 10 կետ։ Չհամաձայնվեցիք, ասում է, ես լիազորված չեմ իմ գերագույն առաջնորդի կողմից որևէ բան ստորագրելու։ Թողում հետ են գալու։ Չեմ կարող ասել գերագույն առաջնորդի վիճակը ինչ է, բայց սա իրանք տեղ են թողում, որ այդ բանակցությունից Իրանը դուրս գա, ասի մեր լիազորությունը այս պահանջները քննարկելն է, դրանից ավել մենք լիազորված չենք։ Այսինքն դե եթե տենց է, պատերազմը շարունակվում է։ Այսինքն հասկացաք պատահականություն չէր, էլի, սրանց տարածել է, որ նա անգիտակից վիճակում է եւ նրանց տարածել է առանց իրավորոշման ոչինչ չի լինի։ Իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, ԱՄՆ-ի եւ Իրանի միջև գործող հրադադարը դեռևս փխրուն է։ Սա ասել է այն բանից հետո եւ ընդամենը մի որոշ ժամանակ առաջ լրիվ ուրիշ բան էր ասում Հունգարիա, բայց սա էլ է Հունգարիայից ասում։ Արդեն ինֆորմացիան իրան էլ է եկել հասել, էլի, որ ինչա կատարվել։ Այդ աշճանի անտեղյակ էր զարգացումներից։ Բայց համարում է, որ գործող հրադադարը փխրուն է։ Իհարկե փխրուն է, այդ համաձայն ենք դրա հետ։ Որոշ մարդիկ կրակի դադարեցման մասին լուրին արձագանքեցին դրականորեն եւ ասացին ճիշտ բաներ, իսկ մյուսները օգտագործելով սոցիալական ցանցերը ըստ էության ստում են մեռազմական ձեռքբերումների մասին։ Նրանք ստում են համաձայնագրի բնույթի մասին։ Նրանք ստում են հրադադարի բնույթի մասին։ Եվ հա թե ինչու եմ ես ասում, որ սա փխրուն հրադադար է։ Կան մարդիկ, ովքեր ակնհայտորեն ցանկանում են նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ աշխատել մեզ հետ շահավետ համաձայնություն գտնելու համար։ Սակայն կային նաեւ նրանք, ովքեր ստում են նույնիսկ այն փխրուն հրադադարի մասին, որը մենք արդեն կնքել ենք։ Պետք է նկատի ունենալ, որ Դոնալդ Տրամփին դուրս չի գալիս, որ այս զարգացումների ֆոնին կարող է նաեւ մեծամասնություն չունենան եւ Սենատում եւ ներկայացուցիչների պալատում, կարող է իմպիչմենտի հարց առաջանա Տրամփին ասեն, այս ինչ էր քո արածը, եթե իմպիչմենտ ալում բնական է, դրանից օգտվելու է Ջեյ Դի Վենսը, որ եթե դառնա փոխնախագահ շանս կունենա մի հատ էլ ընտրվելու, այսինքն առաջադրվելու խնդրեմ չի ունենա, բայց հենց հարցն է, որ Դոնալդ Տրամփը այնպիսի բնավորություն ունի, շատ խանդոտ եւ իրան դուր չի գա, որ Վենսը նման պլաններ ունի եւ կարող է հանկարծ մտածի հանրապետականները իրան այդ հարցում կպաշտպանեն։ Ինքը այս բանակցություններով պետք է փորձի Վենսին փչացնի, որ դու չկարողացար նորմալ ձևով բանակցես, արդյունավետ ձևով անես, այն հեքսետը այնտեղ ցախողես, դու էլ այնտեղ ցախողեցիր։ Այսինքն այնպես չի, որ Դոնալդ Տրամփի սրտով է, որ հիմա իր դեմ իմպիչմենտի գնան եւ մտածելով, որ թիմն էլ մտածի, դե ավելի լավ Ջեյ Դի Վենսը կլինի իրանց ավելի լավ, Տրամփից էլ կպրծնեն։ Տրամփը դա իրանց չի ների, համենայն դեպս կարող է ինքը ձախողումներ ունենա, կարող է ինքը չկարողանա անենց անի, որ մեծամասնություն ունենա, բայց ամեն ինչ կանի, որ Վենսը չդառնա այսօրվա համար իրան փոխարինող։ Կարծում եմ այս բանակցությունների առիթ ինքը կօգտագործի։ Դոնալդ Տրամփը գրել է. «Մեծ օր է համաշխարհային խաղաղության համար, Իրանը ցանկանում է, որ դա տեղի ունենա, նույնը վերաբերում է նաև մյուս բոլորին»։ Այս արդեն ամփոփիչ միացնեց գեղեցիկ կենաց ասում։ ԱՄՆ կօգնի Հորմուզի նեղուցում երթևեկության ավելացմանը, կլինեն բազմաթիվ դրական գործողություններ, մեծ գումարներ կաշխատեն։ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը, մենք կբեռնվենք բոլոր տեսակի պաշարներով եւ պարզապես կսպասենք, որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ լավ կընթանա։ Ես վստահ եմ, որ դա կլինի, ինչպես մենք ապրում ենք ԱՄՆ-ում, սա կարող է լինել մերձավոր արևելքի ոսկե դարը, գրել է Դոնալդ Տրամփը։
տեսնում եք ինչ գեղեցիկ արտահայտություններ ընդամենը մի քանի ժամ առաջ, որ ուզում էր քարեդար տեղափոխել Իրանին, որ ուզում էր քարը քարի վրա չթողի, բայց գոնե մի երկու քար դնի, որովհետև քարեդարում գոնե մի քիչ քարեր կար։ Եվ հիմա արդեն սենց գեղեցիկ բաներ, թե ինչ են պլանավորել անելու։ Պարզապես իր պլանները շանտաժը չաշխատեց, այդքան մի բան։ Բայց այնուամենայնիվ շարունակում է, որ հանկարծ չմտածեն, թե սա պարտություն է։ Եթե դա լավ գործարք չլինի, մենք շատ հեշտությամբ կվերադառնանք ուժային տարբերակին, ասել է Դոնալդ Թրամփը մեկնաբանելով Իրանի հետ բանակցությունների հեռանկարները։ Իդեպ դե չմոռանանք այս ամեն ինչի հետ կապված ինչքան կարևոր է նաև ուկրաինական իրավիճակը, որովհետև սա ուղղակի առնչվում է։ Շատ ավելի գլոբալ խնդիրներ լուծվելու ուկրաինական պատերազմի արդյունքում, որտեղ Ռուսաստանի դեմ է դա։ Բայց այս հարցում նաև տեսնենք Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, ուկրաինացի զինվորականները մասնակցում են Հորմուզի նեղուցի շարունակական շահագործման վերաբերյալ խորհրդակցություններին։ Ուկրաինայի դիվանագետները ասիական երկրներից ստացել են անվտանգությունն ուժեղացնելու հարցումներ, եւ որ այս հարցի շուրջ աշխատանքները շարունակվում են արտգործնախարարության եւ այլ նախարարությունների մակարդակով։ Ուշադրություն դարձրեք, որ ինչքան է Դոնալդ Թրամփն ասում է, ինձ Ուկրաինայի աջակցությունը պետք չի, արաբական երկրները ասում են լավ էլ պետք է, լավ էլ բանակցում են, որովհետև մարտի դաշտում են տեսել ուկրաինական զինվորի հնարավորությունները, ուկրաինական ինժեներների հնարավորությունները, սպաների, եւ իրանք ասում են Ամերիկան ինչ կասի չասի, բերեք մենք մեր անվտանգության հարցը մեր խելքով լուծենք։ Փողի խնդիր իրանք չունեն, գործընկերային առումով Ուկրաինայի հետ իրանք երբեք խնդիր չեն ունեցել, այնպես որ այս հարցում այնուամենայնիվ իրանք շարունակելու են հետևողական աշխատել Ուկրաինայի հետ։ Ես դա ասեցի նրա համար, որ չմտածենք, որ եթե խաղաղություն լինի, արաբները ձեռ են քաշելու Ուկրաինայից, նրանք հասկացան, որ Ուկրաինայի արածը շատ ավելի կարևոր էր։ Մի բան էլ ուղղակի, որ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը, եւ Սպիտակ տան ղեկավարի փեսա Ջարեդ Քուշները կմասնակցեն Իրանի հետ խաղաղ բանակցություններին, որոնց անցկացումը նախատեսվում է Իսլամաբադում։ Ես որ ասի այնուամենայնիվ Ուիթկոֆը մնալու է, բայց Ջեյ Դի Վենսն նախագահելու, իսկ դե Ջարեդ Քուշները իր փեսեն դե ոնց կարա չգնա։ Առնելու, ծախելու, հողի, փողի, հազար մի բան կարա լինի։ Ինչ ուզում է կատարվի, այնտեղ եթե մի գործ կարա կպնի, այդ անպայման պետք է իրան գնան մասնակցեն։ ԱՄՆ եւ Իրանի բանակցությունները Իսլամաբադում կանցկացվեն Պակիստանի ներկայացուցիչների ներկայությամբ ապրիլի 10-ին։ Իրանի մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը նշանակվել է պատվիրակության ղեկավար։ Ամերիկյան կողմից գլխավոր բանակցողը կլինի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Այսինքն դուք տեսաք, որ արդեն այս իրավիճակում Դոնալդ Թրամփը այդպիսի մակարդակը բարձրացնելով բանակցության ղեկավարի, արդեն հասկանում եք, որ դա չի էլի, որ ինքը այս բանի տեղ չի դնում Իրանին։ Եվ դրա համար մենք պետք է սրանից ուղղակի նաև որոշակի վերանայումներ անենք, ինչքան էլ մենք շատ կուզենանք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դերակատարությունը շատ մեծ լինի աշխարհում, մանավանդ ինձ համար դա ուղղակի շատ սկզբունքային հարց է, բայց իրականությունը մենք չենք կարող էլի փորձենք սխալը ճիշտի տեղ անցկացնել, իմաստը որն է, մենք ինչի ենք իրար հետ շփվում, այս ամեն ինչը ներկայացնում։ Ինչքան էլ այս արդյունքը ցավալի լինի, դրականը ես ասեցի Հայաստանի համար որն է, եւ ակնկալիքների եւ սպասելիքների, եւ նաեւ պետք է նկատի ունենալ, որ ցավալի է, որ այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները այսպիսի քայլերի գնաց միջոցների առաջ կանգ չառնելով, հիմա էլ խաղաղության ագնում միջոցների առաջ կանգ չառնելով։ Դա հետևանքներ հաստատ կունենա։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։